Արևմուտքը պատերազմ է հայտարարել ահաբեկության, իսկ ահաբեկիչները արևմուտքին։ Բրյուսելում տեղ ունեցած վերջին ահաբեկությունն ու դրան նախորդած ու հաջորդած զարգացումները ևս վկայում են, որ իսկապես 21-րդ դարի մեծագույն չարիքը միջազգային ահաբեկությունն է։ Բարև ձեզ, հեռուստաընկերության եթերում ճանապարհ հաղորդաշարն է, ես Ալիկ Հակոբյանն եմ եւ միջազգային ահաբեկության, դրա վտանգների եւ մեր երկրի ու տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին ենք խոսելու այսօրվա մեր հյուրերի հետ։ Ճանապարհ հաղորդաշարի հյուրերն են Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող արաբագետ Հայկ Քոչարյան, արևելագետ Սուրեն Մանուկյան, գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան։ Եվ այսպես, սա ճանապարհ հաղորդաշարն, այսօր մենք խոսում ենք միջազգային ահաբեկության եւ դրա հետևանքների մասին եւ պարոն Գրիգորյան, թերևս սկսենք Բրյուսելից։ Փարիզյան դեպքերից հետո կարծեք թե ակնկալվում էր, որ եվրոպացիները հետևություն պետք է անեն, բայց պարզ դարձավ, որ Բրյուսելի օդանավակայանում տեղ ունեցած ահաբեկությունից մի քանի օր առաջ ընդամենը ոստիկանները դիմել էին իրենց ղեկավարությանը եւ ասել, որ իրենց անվտանգության միջոցառումները թույլ են օդանավակայանում եւ համապատասխան միջոցներ ձեռք չեն առնվել։ Սա ինչ է, այսինքն լուրջ չենք վերաբերվում միջազգային ահաբեկությանը, թե ինչով կարելի էր բացատրել այդ բացթողումը։ Բաց թողումներ շատ կան, օրինակ վատ կոորդինացիա տարբեր պետությունների միջև ահաբեկչության հետ կապված։ Օրինակ, այս դեպքում եվրոպական երկրների մասին է խոսքը, գիտեք, Եվրոմիության անդամ են այդ երկրները, կարծես թե կա համագործակցություն, բայց պարզ երևում է, որ այդ համագործակցությունը պատշաճ չի, ավելին ասեմ, հիմա պարզվում է, որ այդ ահաբեկչական խմբի ներկայացուցիչները մեկը փախավ Ռումինիա, մյուսը Իտալիա, Փարիզյան ահաբեկչության ակտերից հետո մի քանիսը հիշում եք, չպահկվեցին Բրյուսելիում, հետո մի քանիսին պարզվեց, որ ճանապարհին կանգնացնում էին, իրանք փաստաթղթերը ներկայացնում էին, թողնում էին, կասկածներ ունեին, բայց պատրաստ չէին եւ այլ, դա նշանակում է, որ առաջինը կոորդինացիան հակաբեկչության կոնտեքստով էֆեկտիվ չի, երկրորդը ժողովրդավարության աստիճանը բարձր է, ու հիմա պետք է մեխանիզմ գտնես, որ այդ ժողովրդավարության աստիճանը բարձր լինելը չխոչընդոտի, օրինակ շատերին, իրոք շատերը ընկել են հատուկ ծառայությունների ուշադրության մեջ, բայց երբ որ իրանք սկսում էին ինչ-որ պրոցես սկսել այդ ահաբեկիչների դեմ, մարդու իրավունքների պաշտպանները ասում էին ապացույցներ բերեք, հստակ երևացող նոր մենք թույլ կտանք, որ իրան ձեռ տակ եւ այլ, այստեղ շատ խնդիրներ կան։ Կարծեք թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները նախապես զգուշացրել էին, որ իրենք ունեին տեղեկություն հնարավոր ահաբեկչության։ Ես օրինակ լսել եմ մեկի մասին այդ ահաբեկիչներից, ով փախավ Փարիզից ու հիմա մասնակցում էր այդ բրյուսելյան ահաբեկչությանը, այդ մեկի մասին նաեւ Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են։ Ես մի օրինակ ձեզ բերեմ, որ պատկերացնեք վտանգները, որոնք այսօր կան։ Անգլիայի կառավարությունը մենակ անցած տարվա կտրվածքով մոտավորապես 200 միլիոն ֆունտի կարգի փող հիմա պետք է մուծի եվրոպական դատարան, Ստրասբուրգյան դատարան։ Ինչու՞։ Անգլիան զինվորականները կան Աֆղանիստանում, շատ ու շատ անգամ իրանք իրոք ուժ կիրառելուց կամ ձերբակալելուց ինչ որ խախտումներ են անում, այս մարդիկ ապրող նույն Աֆղանիստանում, նույն Սիրիայում բողոքներ են ուղարկում եվրոպական դատարան ու կրում են։ Նույնիսկ կան ընտանիքներ, որ ի պաշտոն է ընդունված է, որ այդ մահապարտը եղել է, մահապարտ է եւ այլ, բայց քանի որ իրան 3 անգամ չզգուշացրեցին, նոր ինքը պայթացրեց մերավ, 3 անգամ չէ, ուրեմն իր ընտանիքին Անգլիայի պետությունը պետք է փոխհատուցում տա։ Ինչ եմ ուզում ասել, այս ժողովրդավարության աստիճանը իր մեջ պարունակում է շատ դրական բաներ, բայց նաև այդ թվում բացասական։ Այո, բացասականը այս նոր մարտահրավերների կոնտեքստով։ Չեմ ասում սահմանափակենք, բայց այնուամենայնիվ պետք է մտածել այդ ազատությունները ինչի են խանգարում այդ աշխատանքները։ Շատ բարի, պարոն Մանուկյան, միացեք մեր քննարկմանը եւ ասացեք, խնդրեմ, ձեր կարծիքով որքան է արդյունավետ գործում հակաահաբեկչական կոալիցիան, եթե արդյունավետ։ Գիտեք, ես մի առանցին կարծիք ունեմ դրա վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ ահաբեկչության դեմ պայքարելը անիմաստ է,
անարդյունավետ է եւ անվտանգության ուժերի միջոցով փորձել ահաբեկչություններ կանխելը շատ դեպքերում ոչ մի բանի չի բերում։ Ես կարծում եմ, որ պետք է լուծումները ավելի խորքային խնդիրներում գտնել, պետք է գտնել այդ միջավայրի, պետք է լուծել այդ միջավայրի հարցը, որը ծնում է նման ահաբեկչություններ կատարողների կատարելու ցանկությունը եւ նաեւ այն միջավայրը, որը մատակարարում է այն ռեսուրսը, այն մարդկային զանգվածը, որը պատրաստ է գնալ ահաբեկչությունների, շատ դեպքում նաեւ ինքնասպան ահաբեկչությունների, որովհետեւ ճիշտ ասեց պարոն Գրիգորյանը լիովին համաձայն եմ, դեմոկրատական երկրում դու չես կարող վերահսկել բոլորին։ Առավել եւս չես կարող վերահսկել պատճառաբանելով, որ նա այս կամ այն ազգությանն է պատկանում եւ դրա համար դու վերահսկում ես իրեն։ Այդ պայմաններում ինչ պետք է ձեռնարկեին անվտանգության ուժերը տվյալ դեպքում։ Վերահսկեին այդ Մոլենբեկ թաղամասի բոլոր բնակիչներին, եթե այս ահաբեկչությունը չլներ, կներ մեկ այլ ահաբեկչություն, մանավանդ որ մենք երբ որ հետևում ենք լրահոսի, հանդիպում ենք, որ բազմաթիվ տասնյակ հարյուրավոր նման ահաբեկչություններ կանխվում են։ Մեկին ձերբակալում են, մեկին, չգիտեմ, պահեստ են հայտնաբերում, որտեղ կա այդ ապայտուցիկ նյութեր եւ այլն։ Այսինքն իմ կարծիքը այն է, որ այս ահաբեկչության դեմ պետք է պայքարել մի քիչ այլ մեթոդներով, ոչ թե անվտանգության ուժերի աշխատանքը, ոչ թե բռնի մեթոդներով, այլ պարարտ հողը եւ միջավայրը փոխելով։ Թե ինչպես մենք դրա մասին խոսենք, պարոն Քոչարյան, խնդրում եմ միացեք մեր քննարկմանը։ Ի վերջո, երբ որ Փարիզում տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ, դա ճիշտ է, այնտեղ փակ տարածքներ կար, թատրոնի շենք, բայց այնտեղ ռեստորաններ եւ այլն։ Օդանավակայանը ինքնին հսկվող տարածք է, անկախ նրանից կա ահաբեկչության վտանգ թե չկա։ Ինչպես էր ստացվել ձեր կարծիքով, որ մարդիկ ինքնասպան ահաբեկիչները այդ մահվան գոտիներով կարողացել էին բավական չէ ներթափանցել օդանավակայանի շենք, դեռ հասնել միտեղ, որտեղ տեղի էր ունենում ըստեյության թռիչքի գրանցում։ Հարցը մի քիչ ավելի պետք է ուղղել հատուկ ծառայությունների հետ կապված մարդկանց հետ ոնց են կազմակերպում անվտանգության հարցերը օդանավակայաններում, բայց եթե փաստը տեղի ունեցել նշանակում է բաց թողում կար, բայց կարևորը իմ կարծիքով դա չէ, սպայն կարևորն է, որ այսինքն ինչ ենք մենք այսօր այդ հարցը քննարկում ձեր այդտեղ լսանում, հենց դա է կարևոր, որտեվ այսօր բոլորս էլ եւ ոչ միայն մեր երկրում աշխարհում այդ դիսկուրսը դոմինանտ է, թե փոխվում ամեն ինչ, փոխվել է ամեն ինչ եւ մենք չունենք դրա պատասխանը այդ փոխվող աշխարհը ինչի հետ գործ ունի։ Եւ այդ կոնտեքստում ցավալի է, բայց միակ դիսկուրս ստեղծող եւ նարատիվա տվող պատմությունը դա ահաբեկչությունն է։ Մենք ձեր քննարկում ենք ոնց անենք հակազդենք այդ ամեն ինչին։ Ոչ մեկ չի քնա, այսօր եթե նայեք բոլոր պետությունների ռազմավարությունը դրան է ուղղված հակազդելու ահաբեկչությանը, ոչ մեկ չի կանխարգելում ահաբեկչությունը։ Եվ ահաբեկչությունը ինքը տալիս է այդ թեմա, այդ նարատիվան, որ քննարկեն։ Այսինքն մենք այսօր ձեր հետ նույնն ենք անում։ Այսինքն դրա լուծումը համաձայն եմ պարոն Մանուկյանի հետ, որ դա այն մեթոդները, որ կիրառվում է այսօր անվտանգության ծառայությունը, դա չի։ Այսինքն պետք է ստեղծել զուգահեռ ալտերնատիվ նարատիվը։ Այսինքն ուրիշ արժեքի վրա հիմնված, որը կարող է ավելի գրավիչ դառնալ պոտենցիալ այն ֆրանսիացի անթրոպոլոգներից մեկը, սոցիոլոգներից մեկը ասում էր ամբողջ զանգվածի իսլամականացումը տեղի ունենում, ոչ թե իսլամական ահաբեկչություն ասա։ Կամ որտեղ եթե նայում եք թե ովքեր են գնում գրվելու Եվրոպայից գնացածների 22%-ը նորադավաններ էին։ Այսինքն որոնց համար գործում է հետևյալ սխեման, նպետ չի գնալ գիրք կարդալ, սովորել իսլամի հիմունքները կամ իսլամական այն կրոնական գրականությունը սերտել, կարճ ժամանակում դառնում ես մուսուլման, հնարավորություն ունես ռեալիզացվելու այդ ջիհադիստական կոնտեքստում։ Դա տարբեր են լինում, որից մեկը ահաբեկչությունն է։ Այսինքն սա է խնդիրը, որի մասին իմ կարծիքով իմաստունի խոսելը թե գործողությանը պատասխանելու կարող ենք պատասխանել, բայց արդյունք չի ունենա մեզ քննարկում, եթե չգանք այն եզրակացության, որ ալտերնատիվ նարատիվ է պետք ստեղծել այս դիսկուրսին։ Ինչպես ասացեք, խնդրեմ, երբ որ այսօր ձեր իսկը մատնանշած հայ Եվրոպայում ծնված, մեծացած, արևմուտքում քաղաքակիրթ երկրներում այսօր հայտնվում են երիտասարդներ, նույնիսկ պատանիներ, որոնք ձգտում են դառնալ անդամագրվել իսլամական պետությանը, մասնակցել այդ ջիհադին։
որտեղ է բաց թողումը եղել ի վերջո։ Բայց թողումները չկան ընդհանուր մի պատասխան, կամ են կոնկրետ դեպք, կամ են կոնկրետ դեպքի հետ կապված եւ մարդու հետ կապված առանձին ուսումնասիրության առարկա է, որտեղ դուք ունեք մի ամբողջ կոմպլեքս խնդիրների, սկսած կաշառակերության դրսևորումներից, սկսած այն աշխատաշուկայի զբաղվածության խնդիրներ լուծելուց, ռեալիզացվելու, կրթության հետ խնդիրներ ունեն, կրթական, այսինքն չկրթված մասայել կա այնտեղ, այսինքն շերտերը շատ են, պետք է այդ ամբողջը լուծել, այսինքն ամենակարճ ճանապարհը միշտ, այսինքն ինչ որ այսօր կատարում են, վտանգ կա, զորք ուղարկում ես, անվտանգությունդ ուժեղացնում ես, քեզ մոտ հարցը լուծեցիր, բայց այն խնդիրի հետ, որ մենք այսօր բախվում ենք, դա դրսևորումը ռազմական, ահաբեկչական, ուժային է, բայց խորքում ինքը արժեքային է։ Այսինքն ինչ որ պարոն Մանուկյանն էր ըստեյության նշում, որ պետք է պայքարել ահաբեկություն ծնող երևույթների դեմ, այլ ոչ թե դրա հետևանքի դեմ։ Պարոն Մելիք-Շանազյան, միացեք մեր քննարկմանը եւ ձեր տեսակետը խնդրում եմ ասացեք մեզ, որ ուղղությամբ է պետք տանել իսկապես պայքարը եւ դուք արդյոք եւս համաձայն եք, որ այնքան էլ արդյունավետ չէ պայքարը այն տեսակ, որ այսօր ворթեգրել են արևմուտքի երկրները։ Արդյունավետության մասին կարող եմ ասել, որ դժվար է դատել, որովհետև մենք չունենք հստակ վիճակագրություն, թե ինչքան է կանխվել եւ ինչքան դժբախտ պատահարներ մեծաշոտ տեղի չեն ունեցել նույն Բելգիայում կամ Ֆրանսիայում։ Այստեղ իհարկե չի կարելի ասել, որ պետք է ամբողջությամբ փոխել հակաաբեկչական պայքարի տրամաբանությունը եւ որոնել հիմքեր գաղափարախոսության մեջ տարածաշրջանում, պետք է երեթե մշակել եւ վստահ եմ, որ դա հենց այդպես էլ արվում է այն մեթոդները, որոնք փոխլրացնող են, այսինքն մի կողմից դա իհարկե հատուկ ծառայությունների աշխատանքն է, հետախուզական, հակահետախուզական աշխատանք, ինչու՞ չէ նաև հետևել կասկածելի բոլոր օբյեկտներին, լինեն դրանք կրոնական միավորներ, թե ազգային եւ այլն, եւ մյուս կողմից աշխատել գաղափարական հողի վրա, այնտեղ որտեղ իսկապես կարելի է հիմնովին լուծել այդ խնդիրը։ Այսինքն մեկը մյուսին չի բացառում, այստեղ ընդամենը ավելի ուժեղ կոնկրետացում է պետք, ուժերի ավելի մեծ ներդրում, հա, որովհետև դուք ճիշտ նկատեցիք ձեր առաջի հարցի ժամանակ, որ հստակ նախազգուշացվել էր, որ կա վտանգ եւ լավ չի վերահսկում օդանավակայանը, բայց այնուամենայնիվ կարծես թե այդ պայթյունը անսպասելի էր նույն այն նախազգուշացումը անտեսել էին, որովհետև զգոնության թույլատություն կա, սա միանշանակ է եւ Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, որ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մերձարևելքում, մասնավորապես Սիրիայում, դրանք չեն սահմանափակում միայն այդ տարածաշրջանով։ Նրանք արդեն գլոբալ բնույթ ունեն եւ մեծաշով մարտահրավեր են բոլորի համար։ Իդեպ Սիրիայի հետ կապված, կարծեք թե Ռուսաստանը շատ անակնկալ, հա, իր ուժերը դուրս բերեց Սիրիայից եւ կարծեք թե ամեն դեպքում ռուսական քարոզչությունը այսօր խոսում է այն մասին, որ իրենք շատ արդյունավետ պայքարեցին ահաբեկչության դեմ Ռուսաստանում, Սիրիայում եւ լուրջ հարցեր լուծվեց այնտեղ։ Լուծվեց թե չլուծվեց ի վերջո։ Գիտեք, այնուամենայնիվ ես ուզում եմ եւ պարոն Մանուկյանի թեզին վերադառնալ եւ ուզում եմ ասել, որ այն ոչ էֆեկտիվ լինելը այդ պայքարի եւ ձեր ասած հիմքերի հետ է կապված, ասենք գաղափարների հետ է կապված, բայց նաեւ կապված է նրա հետ, որ նույն Սիրիայում տարբեր երկրների շահերը բախվում են։ Դա է պատճառը, որ իսլամական պետությունը կարողանում է շարունակել իր գործողությունը։ Օրինակ, ակնհայտ է երևում է, որ Թուրքիան մի նպատակ ունի, ասենք հարվածել Սիրիայի քրդերին։ Այդ գերխնդիր է Թուրքիայում։ Այո, իսլամական պետությունն էլ իրենց համար լուրջ գլխացավանք է, բայց գլխավոր դա է։ Ռուսաստանի խնդիրը գլխավոր խնդիրը աջակցել Ասադին։ Դες ուզում եմ ասել, որ պետությունների, գերպետությունների կամ ռեգիոնալ պետությունների շահերը այդքան մոտ չեն։ Եթե մոտ լինեն, ավելի էֆեկտիվ կլիներ, բայց համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մանուկյան, որ այնուամենայնիվ պետք է մենք հասկանանք, որն է հիմքը։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք տերորիզմի մասին, ավտոմատ այսօր խոսում ենք հենց իսլամական, չէ՞, ծայրահեղության մասին։ Բայց հիշեք 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի այդ ծայրահեղ ցախ ուժերի, չէ, այդ հայտնի այդ ահաբեկչական ակտերը, չէ, իրենք որտեղից են գալիս, նույն Եվրոպայում կամ Ռուսաստանում գալիս են ծանր սոցիալական իրավիճակից։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ այս ահաբեկչությունը չունի միայն սոցիալական հիմք, նաև ինչ որ չափով գաղափարական հիմք կա, մշակույթի, դուք ճիշտ եք, պարոն Կոչարյան։ То есть, ինչ եմ ուզում ասել, պետք է հասկանանք այդ հիմքերը ոնց թույլատնենք։ Զուգահեռ այդպես անենք, որ գերտերությունները շահերը մոտ լինեն այդ պայքարում։ Ուժային պայքարը պետք է,
Ես կասկած չունեմ, բայց դա միայն դա բավարար չի, այդ առաջինը, երկրորդը բավարար է, որ այդ կոալիցիան իրոք համընկնող դիրքորոշում պետությունները, ովքեր կոալիցիայում համընկնող դիրքորոշումներ ունենանք, մենք տեսնում ենք համընկնող չեն, եւ այո, գաղափարախոսությունը։ Ոստեղ է, որ մենք պետք է հասկանանք, օրինակ, մարդը ինքնասպանության է գնում, չէ՞, մահապարտի պես է, չէ՞, ինքը մահապարտը պայթացնում է բոլորին։ Դուք չեք կարող պրիմիտիվ, մենք չենք կարող պրիմիտիվ այդպես քննադատել, այո, քննադատում ենք տերորիզմը, բայց այդ մարդը ոչ թե պուլտով ինչ որ բան պայթացրեց, ինչ որ հերավորության։ Գաղափար ունի։ Այո, ուրեմն ինչ որ գաղափարներ կան, ստեղ էլ պետք է վերլուծել ու վերջի էլեմենտը, որը ուզում եմ ասել, հիշում եք Մերկելը 2 թե 3 տարի առաջ որ ասեց, որ մուլտիկուլտուրիզմը, բազմամշակութային այդ գաղափարը Եվրոպայում որը կար, նու գիտեք, եւ ազատ շուկայական հարաբերություններ, եւ ազատ տեղաշարժ գումարած մուլտիկուլտուրիզմը, որ այդ միգրանտները գալիս են, ինտեգրվում են եւ այլն, չաշխատեց։ Նույն Մերկելը ասեց, հետագարկիր է։ Ստացվեց այդպես, որ երբ որ մեծ խմբերով մարդիկ տարբեր ռեգիոններից գալիս են ու կոմպակտ ապրում են, իրենք ռեալ չեն ինտեգրվում։ Ու այն աշխարհը դառնում է իրենց համար օտար աշխարհ, որը իրանք չեն ընդունում, բայց կարողանում են գոյատևել։ Իրանք ստիպված չեն ինտեգրվել։ Այստեղ էլ պետք է մտածել եք, ոնց է ստացվում, ու դուք ճիշտ ասացիք, բայց ես ձեզ ասածին ուզում եմ գումարել, կներեք։ Այդ ահաբեկիչների մեջ մարդիկ կան, ով Օքսֆորդը ավարտել են, ես ներողություն եմ կրում, Սորբոնան 5000-ի կարգի, այդ ես ասում պաշտոնական թվեր, որը հայտնեց Անգելա Մերկել, 3 երկրներից մոտավորապես 5000 է, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա։ Որտում կարծեք թե նաեւ վիճակագրություն կար, որ այդ ահաբեկիչների մեծ մասը ոչ թե մերձավոր արևելքից թափանցել են Եվրոպա, հատուկ ահաբեկիչություն, այնտեղ ապրում են, վաղուց ունեն կարգավիճակ, քաղաքացի են եվրոպական որևէ երկրի եւ այլն։ Ամեն դեպքում Սիրիայի հետ կապված, ինչ արեց Ռուսաստանը Սիրիայում, եթե արեց։ Ես կարծում եմ, որ եթե մենք անջատ նայենք այս ամբողջ սիրիական հակամարտությունն եւ դիտարկենք ընդամենը Ռուսաստանի 6 ամսվա գործողությունները, ինքը փայլուն լուծեց այն խնդիրները, որ դրված էր իր առջև։ Էլ եմ կրկնում, եթե մենք կտրենք ամբողջ այդ հակամարտության ընթացքից, հա, այդ զարգացման դինամիկայից, ինքը կատարեց բոլոր խնդիրները, որ դրված էր իր առջև։ Պահպանեց Ասադի ռեժիմը, բավականին ամուր դիրքերի վրա այն թողեց միջև բանակցությունները, միջազգային բանակցությունները, որոշ տեղերում նաև առաջ խաղացում արձանագրեց եւ ի վերջո ցույց տվեց իր հզորությունը, իր հնարավորությունները եւ վերջնական այն նպատակին հասավ, իրենց սկսեցին մտնել բանակցությունների մեջ, ինքը դարձավ միջազգային հարաբերությունների խաղացող, վերադարձավ, հա, այդ խաղացողի սեղանին, ինչից նա զրկված էր Սիրիայի հակամարտության նաև սկզբից, ինչ որ մի փուլում։ Այդ առումով, եթե մենք զուտ Ռուսաստանի քաղաքականության դիրքերից, դա փայլուն հաջողություն էր, բայց այլ հարց է, որ ընդհանուր մեծ հաշվով սիրիական հակամարտության բնույթի վրա արդյոք այն ազդեց եւ ինչ չափով այն ազդեց ընդհանուր։ Ես այստեղ ուզում եմ գումարել, որ նաեւ Ռուսաստանը այն հարցը լուծեց, որ Ասադը դարձավ բանակցային սեղանի կողմ, մեկ կողմը։ Դուք գիտեք, Ժենևի այդ process-ում Ասադին ընդհանրապես տեղ չէին տալիս, Ռուսաստանին էլ չէին տալիս, Ռուսաստանը գիտեք, մերձավոր արևելքից վաղուց է հեռացած էր։ Հիմա Ռուսաստանը միջնորդ է, Ասադը բանակցությունների մեջ է։ Ուրիշ բան է, Ռուսաստանը այնուամենայնիվ իրենք հասկանում են, եթե խորանան, մնան, կկրկնվի միգուցե Աֆղանստանի խնդիրը, շուտ դուրս եկա ու իրոք շահեկան դիրքերում։ Բոլոր դեպքերում խնդիրը ոչ թե Աֆղանստանի սցենարից խուսափելն էր, այլ ավելի գլոբալ դերակատարություն ստանձնելը մերձավոր արևելքում, որովհետև Ռուսաստանը հասկացավ, որ շարունակելով պայքարել միայն Ասադի իշխանության դիրքերից, հա նա կարող է դառնալ ընդամենը լոկալ շահերի սպասարկող մի կողմ, բայց ինչը իհարկե պաշտոնական Մոսկվան ձեռնտու չէր։ Նրանք ուզում են լինել մերձավոր արևելքում եւ լինել օպերատորի կարգավիճակով, ինչպես որ Միացյալ Նահանգներն են կարողանում աշխատել, նույնպես նաեւ աշխատի Ռուսաստանն այս տարածաշրջանում։ Հիմնական խնդիրը կարծում եմ սա էր, լուծել է արդյոք դա թե ոչ, ժամանակը դեռ ցույց կտա։ Կարելի է ասել այս բանին ընդամենը տեխնիկական հարցեր են լուծել։ Այո, կասեցրել են ապօրինի նավթի արտահանումը մերձավոր արևելքից, փրկելով սեփական ռեսուրսների գինը միջազգային շուկաներում։ Այո, կարողացել են իրենց դաշնակցին պայքարի նոր շունչ տալ,
Եվ այո կարողացել են զսպել ահաբեկչական այդ խմբավորումը հենց մերձարևելքի տարածաշրջանում, թույլ չտալով դրա հետագա զարգացումը եւ նաեւ տարածումը, փոխանցումը Ռուսաստան, որտեղ գիտենք, որ բավական բարար թող կա նման գործունեության համար։ Բայց սրանք ժամանակավոր եւ տեխնիկական խնդիրներն են, որոնք լուծել էին։ Իսկ գլոբալ տեսակետից, որքանով Ռուսաստանը կդառնա իրական գործոն մերձարևելքում, ոչ ֆորս-մաժորային իրավիճակում, այսինքն ոչ միայն ռազմական ինքնաթիռների աջակցությամբ, այլ նաեւ քաղաքական մեթոդներով դա արդեն ժամանակը ցույց կտա եւ այն ժամանակը էլի կլինի դատել, թե արդյոք լուծեցի հիմնական խնդիրը Մոսկվան այդ տարածաշրջանում, թե ոչ։ Պարոն Քոչարյան, ըստ ձեզ ինչ պիտի լինի այսօր բանակցությունների սեղանին։ Միջազգային բանակցությունների, Սիրիայի հակամարտության շուրջ եւ որով բնականաբար նաեւ ընդհանրապես ահաբեկչության հակազդման նիստով։ Սիրիայի հակամարտությունը պետք է հասկանալ լուծումը ինչ նշանակում է ահաբեկչության խնդրի վերացումը, իրար հետ մասնակի կապված են ոչ ամբողջությամբ։ Սիրիայի բանակցությունները պետք է լինի, իմ կարծիքով, նենց հարցի լուծում, որը ներգրաված այդ էթնոկոնֆեսիոնալ բաղադրիչները, որոնք կան Սիրիայի կազմում, ներգրաված լինեն եւ մասնակցեն ապագա Սիրիայի կառավարմանը։ Այդ բանակցությունները իմ կարծիքով դրա շուրջ են ընթանալու ապագայում։ Դրա հացադի հեռանալը, մնալը կամ ապագայում մասնակցելը դա բանակցության եւ դիվանագիտության գործիքներից են, որոնք օգտագործվեն։ Այսինքն ձեր նախորդ հարցերով թե Ռուսաստանը ինչ արեց, Ռուսաստանը ամրապնդեց դիրքերը, անգամ նաեւ եթե նայեք, ասենք մոռանանք Պալմիրայի գրավումը, ովքեր գրավեցին։ Պաշտոնապես Ասադյան բանակը, որին աջակցում են ռուսական հատուկ ջոկատայինները։ Իսկ Պալմիրային, այսինքն եթե հետևեիք լրահոսին եւ Պալմիրա ազատագրման կոնտեքստում բազմակի շեշտվեց Ասադին անունը, որը գրեթե չկար դրական լույսի ներքո լուսաբանում միջազգային մամուլում, այսինքն սա մի մարդ է, որ արդեն համաշխարհային ժառանգությունը փրկում է։ Այսինքն դրանից հեռու չեն պահը, որ կարող են մոռանան, որ ուզում էին հեռանալ։ Այսինքն այստեղ այդ ապագայի հարցը ինչպես ասում նշվեց, դա բայց միակ լուծումը, որը կարա լինի եւ հարատև լինի, դա բոլոր ուժերին ներգրավվածությունը ապագա վաղվա Սիրիայի կառավարման գործում, որը իմ կարծիքով դեռ այս պահին շատ դժվար լուծելի եւ չի երևում դա, որտեղ շահերը շատ են բախվում եւ կա այդ ուժերի դիսբալանսը ներգրավվածության, բայց միտումներ նկատվում են։ Ասեք Մանգրիկը։ Գիտեք, երբ որ խոսում ենք այսօրվա կոնտեքստով միջազգային ահաբեկչություն, առաջի հերթին ինչին է ուղղված դա, գլխավոր նպատակը է խմբերի, հենց պետական ինստիտուտների թուլացումն է, որ հետո թուլացումից հետո թելադրեն իրենց խաղի կանոնները։ Մենք հիմա խոսում ենք Սիրիայից, խոսենք Իրաքից։ Իսլամական պետության գլխավոր հարվածները ոչ միայն Սիրիային են ուղղված, նաև ուղղվել են Իրաքի պաշտոնական, ասենք, օֆիցիալ, ասենք, լեգիտիմ իշխանություններին։ Դες իրանք հարվածում են այդ ինստիտուտներին, տնտեսական վնաս են տալիս եւ այլ, ինչի համար, որ հետո փաթաթեն իրանց տեսակետները, օրինակ, իրանք ուզում են կոնտրոլի տակ պահել այն սյունյա մասը Իրաքի ու ինչ որ չափով հասան։ Մի մասը կոնտրոլի տակ են պահում Սիրիայի նաև նավթային հանքերի հետ կապված ու ահաբեկչական ակտերը իրենց թույլ են տալիս թույլացնել իշխանությունները եւ կոնտրոլի տակ պահել։ Հետ դա է պատճառը, որ իրոք վերականգնել իշխանությունը կամ նորն իշխանություն ձևավորել Սիրիայում, ուժեղացնել իշխանությունը Իրաքում գերխնդիր է։ Իրոք դրանով դու շատ հարցեր կլուծես։ Ամբողջությամբ չես լուծի, բայց շատ հարցեր կլուծես, կթույլատնես ավտոմատ ահաբեկիչներին, քանի որ իրենց հարվածը հենց դրան է ուղղված՝ թույլաtsնել պետական ինստիտուտները։ Նայեք, Բելգիայի հարվածները, կարծես թե դու կարող ասել այլ նպատակ ունեին։ Ոչ, նպատակ ունեին թույլաtsնել Բելգիան։ Այսօր Բելգիայի հյուրանոցները կես գնով համաձայն են ընդունել օտար երկրացին տուրիստներին։ Ինչու՞։ Այո, վախի մթնոլորտ այն կապիտալի обороты քչանում է, զբոսաշրջիկների քանակը քչանում է, մեծ վնաս է կրում պետությունը։ Ու հասան իրանց ուզածի, ոչ միայն վախացրեցին, բայց նաև այդ թվում տնտեսական մեծ վնաս տվեցին։ Ու հիմա ասում են դուրս եկեք, ավելի ճիշտ բելգիացիք դուրս եկեք այդ կոալիցիայից։ Գանք մեր տարածաշրջան, որովհետև Թուրքիայում եւս ակտիվացել են վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները, պայթյուններ, զոհեր, քուրդ
թուրքական այս բախման որևէ հանգուցալուծում, եթե վերլուծենք, ուր է գնում զարգացումները։ Ես մի քիչ ինձ համար դժվար է համեմատել Թուրքիայում տեղի ունեցող պայթյունները եվրոպական պայթյունների հետ, որովհետև մեծ հաշվով Թուրքիայում դա այդքան էլ ահաբեկչություն չէ, որքան պատերազմ։ Հա, Թուրքիայի իշխանությունները պայթեցնում են քրդաբնակ քաղաքները երկրի արևելյան շրջաններում, նրանք ի պատասխան փորձում են նույնը անել թուրքաբնակ քաղաքներում, ընդ որում թիրախավորված են, այսինքն տեսնում ենք, որ փորձում են ոչնչացնել իրենց համար անմիջական սպառնալիք ներկայացնող կոնտինգենտը, օրինակ ռազմական օդաչուներին, որի պատրաստման գործընթացը բավական թանկ հաճույք է ցանկացած պետության համար։ Թուրքիայում այսօր իսկապես կա ներքին պատերազմ, որի մասին մենք խոսում եւ դատում ենք միգուցե այն թեզերով, որը մշակված է թուրքական քաղաքացիության կողմից, հա, անվանելով դա այդ թվում նաև ահաբեկչություն եւ այլն։ Բայց այնտեղ այն փաստը, որ շարունակում են այս պատերազմը եւ կարելի ասել փոխադարձ հաջողություններով, իհարկե մեծ հաշվով թուրքերի ընդգծված հաջողության, բայց ոչ առանց քրդական հաջողությունների, կարելի ասել, որ բոլոր դեպքերում այստեղ ստեղծվել է մի իրավիճակ, որը եփվելու բավական մեծ պոտենցիալ ունի, թե ժամանակային տեսակետից, թե ռեսուրսների ներգրավման տեսակետից եւ թե ավելի ընդգրկուն դառնալու տեսակետից։ Արդեն չի բավարարվում միայն Թուրքիայի ներսում թուրք-քրդական բախումներով, տարածվել է նաեւ Սիրիա, տարածվել է նաեւ Իրաք, ինչ որ չափով նաեւ պատճառ է դառնում արտաքին ազդեցությունների նույն քրդերի վրա արդեն Թուրքիա բնակվող։ Այնպես որ սպասելիքները այստեղ կարելի է ասել, որ թուրքերի համար ոչ այնքան հուսալի, ոչ այնքան օպտիմիստական ավարտով, քրդերի համար էլ հնարավորություն է, որի ռեալիզացման համար բավական լուրջ ջանքեր ունեն գործադրելու եւ որոնք անկեղծ ասած մինչև վերջ ես չեմ տեսնում, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են իրացնել այդ հնարավորությունները։ Մենք անհանգստանալու կարիք ունենք ամեն դեպքում մեր տարածաշրջանի այս լարվածության հետ կապված։ Հա, նախագահ Սարգսյանը եւս Միացյալ Նահանգներում հայտարարեց, որ Հայաստանին առաջինը ձեռնտու չէ անկայուն Թուրքիան, որովհետեւ մեզ ավելի ձեռնտու է ունենալ կայուն, զարգացող ժողովրդավար հարևան։ Վերջին հաշվով ունենք մենք Հայաստանը այս պարագայում անհանգստանալու որևէ դրդապատճառ, թե ոչ։ Նախ այդ հակամարտության գոտին աշխարհագրորեն մեզ շատ մոտ է։ Եթե մնացած բոլոր հարցերը մի կողմ թողնենք, շատ մոտ տարածաշրջան եւ այդ առումով կարծում եմ, որ մենք անհանգստանալու բան ունենք։ Մենք ունենք համայնքներ այդ երկրում ինչ որ չափ դեռ պահպանված, Սիրիայում նկատի ունեմ, հա, որտեղի այդ զարգացումը նաեւ քրդաբնակ շրջաններում նույնպես մեզ ուղղորդված կերպով ազդում է։ Մենք եթե մենք նայում ենք իսլամական պետության կոնտեքստով, իսլամական պետությունը նաև շատ հետաքրքիր մի զարգացման տեսլական է հրապարակել որոշ ժամանակ առաջ, իր զարգացման էքսպանսիայի ճանապարհային քարտեզը, այսպես ասած, որի մեջ մենք Կովկասը մտնում ենք որպես առանցին, հա, առանցին միավոր այդ իսլամական պետության կազմի մեջ, այսինքն դա բացահայտ բաց լեզվով ուղղված սպառնալիք է Հայաստանի Հանրապետության։ Նրանք ակնկալիքներ ունեն նաև մեր տարածքի։ Այո, Կովկասը որպես առանցին էմիրատ, հա, ընդգրկված է իսլամական պետություն գոնե հեռանկարային ծրագրերում։ Բացի այդ, երբ որ մենք տեղափոխում ենք եւ խոսում ենք թուրքիական, հա, Թուրքիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի մասին, վերջը դա պատերազմ է, համաձայն եմ պարոն Մերի Շեխնազարյանի հետ, այդ պատերազմը նաև ընթանալու է այն տարածքներում, որը մեր հայրենիքն է ի վերջո, եւ եթե մենք խոսում ենք նաև հեռանկարային քրդական պետության ստեղծման մասին, հա, այդ տարածաշրջանի համար պայքարի մասին, պետք է միշտ հիշենք, որ դա մեր հայրենիքի համար պայքարն է, բայց պայքարում են երկու այլ ուժեր։ Եվ այդ առումով իհարկե մեր վերաբերմունքը մենք գոնե ինչ որ չափով պետք է ձևակերպենք մեր մոտեցումները այդ հակամարտությանը, որովհետև մենք հայտնվում ենք բոլորովին այլ իրավիճակում։ Մենք 100 տարի ապրել ենք մի իրավիճակում եւ այսօր եթե հիպոթետիկ քրդական պետություն է ստեղծվում, մենք ամբողջությամբ փոխում ենք մեր ընկալումը տարածաշրջանի, փոխվում է մեր համար ընկալումը եւ մենք պետք է այնուամենայնիվ պատրաստ լինենք նաեւ դրան։
Մենք պաշտոնական դիրքորոշում արտահայտելու խնդիր ունենք այս հարցերի վերաբերյալ, խնդրեմ։ Ունենք ինչ կոնտեքստով։ Այո, մենք պետք է դատապարտենք ու դատապարտել է պաշտոնական Երևանը ահաբեկչությունը, դատապարտել ենք իսլամական պետությանը այդ խմբավորումների գործողությունները, բայց ոչ մի դեպքում չպետք է մասնակից դառնանք հաշվի առնելով եւ հայերի գոյությունը։ Գիտեք, երբ որ Իրաքի դեմ ուղված Սադամ Հուսեյնի դեմ ուղված կոալիցիա էր, մենք ողջունում ենք, որ Հայաստանը մտավ այդ կոալիցիայի մեջ։ Առաջինը համախմբված էր աշխարհը, նույնիսկ Ռուսաստանը չմտնելով, այնուամենայնիվ աջակցում է այդ կոալիցիան եւ այլ։ Հիմա մենք տեսնում ենք, որ ձեր շայրը տարբեր են, ուրեմն այս կոնտեքստով պետք է շատ զգուշ լինենք, բայց Թուրքիայի դեպքում մենք կարող ենք խոսել պետական ահաբեկչության մասին։ Ես ցավով եմ դա ասում, մեզ ձեռնտու է իրոք ստաբիլ, դեմոկրատական ուղղությամբ զարգացող Թուրքիան, բայց այսօրվա քաղաքականությունը քրդերի նկատմամբ, լրագրողների նկատմամբ, քաղաքական ընդդիմության նկատմամբ, ես հիմա քրդերի մասին չեմ խոսում, որը հիմա տարվում է Թուրքիայի պետության կողմից, իշխանությունների այսօրվա կողմից, շատ նման է պետական ահաբեկչության։ Դուք գիտեք դա հայտնի երևույթ է, չէ, ասենք ֆաշիստական Գերմանիայում, ստեղ այդ էլեմենտները կան։ Նայեք իրենք ինչ են անում։ Արևելյան մասում, հարավ-արևելյան մասում Թուրքիայի պաշարում են քրդական գյուղերը կամ քաղաքները։ Ես չեմ ասում, որ առանց դատի, չգիտեմ, ինչ են անում, ուժ են կիրառում, ու դա շատ նման է ինչ արվում էր հայերի դեմ, ասենք այդ պատմությունները Զեյթունի եւ այլ Աբդուլ Համիդի ժամանակ։ Դոս երբ որ ճնշում, բաց ճնշում, ֆիզիկական ճնշում, ինչ որ իրանց քաղաքացիների դեմ, ովքեր այլ կրոնի ներկայացուցիչ են կամ այլ ազգի, դա վտանգավոր շատ երևույթ է։ Եվ մյուսը, ում են համարում տերորիստական խումբ, օրինակ, իսլամական պետությունը ամբողջ աշխարհը, նաև ՄԱԿ-ը ընդունում է որպես տերորիստական խումբ։ Քրդերի դեպքում Թուրքիայի քրդերի այլ է, Ամերիկան ճանաչում է այդ քրդական բավարարական կուսակցությունը որպես տերորիստական, Եվրոպան չի ճանաչում։ Եվրոպան ասում է մենք դատապարտում ենք իրենց քայլերը, բայց պատերազմը վերսկսեց առաջինը Թուրքիան, ուրեմն պետք է բանակցի։ Ստեղ նյուանսներ կան, ով տերորիստ է, ով պետական տերորը օգտագործում, պետք է մենք դա հասկանանք։ Վերադառնալու ինչ վերաբերում մեր տարածաշրջան անհանգստանալ պետք է, բայց պետք չի տառապել գերագնահատել այդ ամեն ինչ։ Անհանգստանալը վերադառնալով են թեզին, որ աշխարհը փոխվում է, ուզենք թե չուզենք, տարածաշրջանը ինքնին էլ է փոխվել։ Եվ վաղվա տարածաշրջանում մենք այսօր քայլեր ձեռնարկում ենք, թե ոչ, հարցը դա է։ Վաղվա փոխված տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ հայությունը ինչ լծակներ ունի մասնակցելու այդ փոխվող տարածաշրջանում։ Ժամանակին ես հիշում եմ, որ կար, այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխատում էր քրդերի հետ ինչ որ ծրագրեր ուներ։ Այսօր չգիտեմ դա կա թե չկա, այսինքն փոխվող Սիրիայում մենք ինչ դիրքեր ունենք ու ինչ է արվում այդ ուղղությամբ։ Սա երևի թե պետք է պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչներ, որ ասել, որտեղ դա եթե արվում է նաև արվում է գաղտնի, որը հասանելի չի մեզ, բայց այսինքն այդ հարցերն է, որ պետք է մեզ հետաքրքրի, որտեղ ամիջական ահաբեկչությունը ինքը ճանապարհ երկար ունի անցնելու մինչև հասնի Հայաստան։ Հարավից ու արևմուտքից չի գալու, որտեղ այդ սահմանները փակ են եւ վերահսկվում են։ Միակ տեղը, որ կարող է գալ, այդ հյուսիսն է, հայ-վրացականն է, որը պետք է աշխատել այդ ուղղությամբ, այսինքն այնտեղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, այսինքն սահման այդ առումով էլ Հայաստանը բավականին շահավետ դիրքում է, որտեղ սահմանները գրեթե մի ճանապարհ կա գալու ահաբեկչությանը։ Այսինքն այդ հարցը դրան է վերաբերում, թե մենք ինչ ենք անում վաղվա փոխվող տարածաշրջանում մեր դիրքերը ունենալու, որտեղ տարածաշրջանը փոխվել է արդեն, փոխվելու է եւ այդ գիտակցումը քանի շուտ գա, այդքան ավելի շուտ կհասկանան իշխանությունը պետք է հասկանա եւ նախաձեռնեն քայլեր։ Կարծում եք, որ ամեն դեպքում ահաբեկիչների համար Հայաստանը կարող է հետաքրքիր տարածք լինել։ Ահաբեկչությունը չունի սահմաններ եւ չունի էթնիկ կրոնական պատկանելություն։ Տեսականորեն կարող է հետաքրքիր լինել, եթե հաշվի առնենք, որ ունենք ատոմակայան նաեւ։
Նաև եթե հաշվի առնենք, թե ով է ֆինանսավորում այդ ահաբեկչությանը, եթե օրինակ մենք տեսնում ենք, որ Սիրիայում կամ Իրաքում իսկապես թերքական աջակցություն կա ահաբեկչական գործողություններին, բայց ինչու՞ չի կարելի բացառել, որ կարող է օգտվել այդ զենքը նաև Թուրքիայի մեկ այլ թշնամու, կոնկրետ Հայաստանի դեմ։ Եվ եթե խոսենք ընդհանուր սպառնալիքների մասին մեր երկրի համար, ես չէի ուզի դրա մասին խոսենք որպես ապագայում գալիք մի երևույթ, որովհետև համընդհանուր անվտանգության համակարգն է խախտված այսօր տարածաշրջանում, պատերազմ է գրեթե մեր 4 կողմը, կլինի դա Ուկրաինայում, Մերձարևելքում, Թուրքիայի տարածքում, որը մեր մայրաքաղաքից մոտ 20-25 կիլոմետր հեռավորության վրա է, եւ բնականաբար դա չի կարող չազդել ընդհանուր ընկալումների վրա։ Ես ավելի քան համոզված եմ, որ հայ-ադրբեջանական սահմանում տիրող վերջի 3 տարիների զարգացումները դա արձագանքն է այն բոլոր զարգացումների, որոնք կան մեր տարածաշրջանում։ Եվ դա ընդհանուր այդ զարգացումների բաղկացուցիչ մասերից մեկն է։ Շատ բարի։ Ի վերջո իսլամական պետությունը դա կոնկրետ տարածք չէ իրական։ Դա գաղափար է, որը կարողանում է շատ հանգիստ հատել սահմանները եւ տարածվել։ Որն է արդյունավետ պայքարը այդ իսլամական պետություն կոչվածի դեմ։ Կա արդյոք այսօր բանաձև որևէ կարգի, որ կարելի այդ բանաձևով առաջնորդվել եւ փորձել պայքարել։ Պարոն, դուք նշում եք, որ պետք է պարարտ հողը վերացնել։ Ինչ նկատի ունեք, փորձենք հիմա հասկանալ, թե որն է իսկապես ճանապարհը, որով կարելի է գնալ եւ փորձել արդյունավետորեն հակազդել այդ գաղափարի տարածմանը։ Դե արդյունավետորենը մի քիչ վախենամ նման բաղադրատոմս չկարողանում առաջարկեմ, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով կա երկու բաղադրիչ գոնե այս վերջի ահաբեկչական գործողությունների մեկ եւ ինքը իսլամական պետությունը որպես այդպիսի իրեւությամբ ահաբեկչական պետության ծնունդին դա հիմա մի քիչ մոդայիկ չի իհարկե այս պոլիտկորեկտ աշխարհում խոսել քաղաքակրթությունների բախման մասին, բայց ի վերջո պետք է հասկանանք, որ այդպես կոչված արևմտյան քաղաքակրթությունը եւ իսլամական քաղաքակրթությունը շատ դեպքերում ոչ միայն իրար հետ չեն համընկնում, այլ նույնիսկ հակասության մեջ են։ Եվ այս հակասությունը իր լուծումը չի գտնում։ Այս հակասությունը փորձ է կատարվում լուծել եւ արևմուտքի կողմից հարվածների միջոցով եւ իսլամի կողմից պատասխան ասիմետրիկ ահաբեկչությունների միջոցով։ Եվ երկրորդ բանը, որ ես այդտեղ նշել եմ, հիմա նույնպես կուզենայի բարձրաձայնել, ընդհանուր առմամբ սրա պայքարի ձևը ռեսուրսների ճիշտ տեղաբաշխումն է, գոնե ինչ որ չափով արդար տեղաբաշխումն է։ Հենց իսլամի մեջ շատ կարևոր գաղափար է արդարության գաղափարը, արդարությունը գլոբալ որպես երևույթ։ Եվ երբ որ մենք այսօր խոսում ենք մի աշխարհի մասին, որտեղ բնակչության մի տոկոսը վերահսկում է հարստությունների 50%, իսկ մնացած մասը աղքատության մեջ է, այսպիսի աշխարհը երբեք ապահով չի կարող լինել։ Եվ այն ժամանակ, երբ որ նույն արևմուտքը կհասկանա, որ եկել է կիսվելու ժամանակը, երբ եկել է նույն այդ Մոլենբեկում, նույն Սենդենիում նորմալ դպրոցներ բացել, նորմալ աշխատատեղեր ստեղծել, եթե եկել է ժամանակը այդ ռեսուրսները մի մասը օգտագործել, չգիտեմ, Սուդանում, Եթովպիայում կամ Իրաքում եւ Սիրիայում, գոնե հասարակության համար տանելի պայմաններ ստեղծելու այդ ժամանակ մենք կարող ենք խոսենք, որ ահաբեկչության սնող է սոցիալական գոնե զանգվածը քչանալու է եւ այդ առումով մենք ապրենք ավելի ապահով աշխարհում, բայց իմ ասածները իհարկե հիմա մի քիչ իդեալիստական են։ Տեսականորեն, այո, դժվար է պատկերացնել գործնականում ինչպես է հնարավոր։ Խնդրեմ, պարոն Քոչարյան։ Իսլամական պետության հետ կապված պետք է հասկանալ այդ երկու ձևի հասարակության կազմակերպումը։ Մենք որ խոսում ենք պետության մասին, դա որքան էլ ուզենք չուզենք, դա քրիստոնեական մշակույթից ծնված, արևմտյան մշակութային դաշտում ձևակերպված այն տեսակն է պետության, որ այսօր կա, ազգային կլինի, այլ կլինի։ Իսլամում նման երևույթ չկա։ Իսլամը ունի հասարակության կազմակերպման իր մոդելը, որը ուման է։ Իսկ ուման չունի ոչ աշխարհագրություն, ոչ սահման աշխարհագրական։ Դա պատկանելությունն է ումային։ Դա դամար կարող է իսլամական պետությունը նշեցիք, տարածք չունի, դա ֆիզիկապես գիտենք ընտեղը, բայց ինքը ամեն տեղը, որտեղ ինչ որ մեկ կանգնած ասած, որ ես իսլամական պետությունից եմ։ Այսինքն այդ արժեքները հիմքում դրված այդ հասարակությունների կազմակերպման տարբեր են։ Եթե ընդհանրացած խոսենք, արևմտյան այն արժեքային համակարգ, որ դրված է պետության հիմքում, ասենք կարող ենք ցիտել շատ մտածողների, բայց ինքը մարդու իրավունքների հարգելն է, օրենքի գերակայությունն է,
ժողովրդավարությունն է, չէ՞, բայց իսլամական մշակույթի մեջ դրված է մի պարզ սկզբունք, եթե դու այդ ումմայի անդամ ես, այնտեղ թույլատրել անել թույլատրելին, արգելել անթույլատրելին։ Այսինքն այդ երկու արժեքների վրա, որոնք տարբեր տեղից են սնվում, ցանկ չեն համընկնում իրար։ Դա համար այդ երկու կազմակերպման ձևերը մի քիչ դժվար է պատկերացնել, գտնել դրանց ինտեգրման, ադապտացման տեղերը, բայց որ այն որ կրոնը չի ահաբեկչության հետևը կանգնած, միշտ էլ ահաբեկչություն կատարող է մարդն է, այդ տալիս է հնարավորություն, որ աշխատելու տեղ կա։ Այսինքն մարդն է վերջո կատարող այդ պայման մուսուլմանը հանդես գալ կամ իսլամական կրոնն է իրեն։ Իսկ կրոնական գաղափարախոսությունը չի ըստ ձեզ, որ մղում է կրոնը չի սպանում, կրոնը կրողն է միշտ սպանում։ Այդ պետք է լավ հասկանալ, որտեղ մարդու հետ գործ ունես։ Իսկ մարդու հետ կարելի է միշտ աշխատել։ Դե հետաքրքիր են իհարկե դիտարկումների գործընկերները, ես ավելի քան համոզված եմ, որ այստեղ իսկապես կրոնական խնդիր չէ եւ երբ որ մենք խոսում ենք քաղաքակրթությունների բախման մասին, չպետք է հասկանալ դա քրիստոնեական եւ մուսուլմանական գաղափարների բախում, այլ մի քիչ ավելի խորքային, հա։ Ժամանակին նույն երևույթը, որը բնութագրվել է որպես տալասոկրատիայի եւ տելուրոկրատիայի հակամարտություն։ Մենք տեսել ենք Սիրիան եւ այստեղ գալուց առաջ բառացիորեն համացանցում նայում էի 7 տարի առաջվա Սիրիայի լուսանկարները, թե ինչպեսի ծաղկուն երկիր էր եւ ինչպես ամեն ինչը կազմակերպված էր ամենայն դեպս անվտանգ էր։ Նույնը կարելի է ասել Իրաքի մասին, նույնը կարելի է ասել Եգիպտոսի մասին։ Մենք պետք է չմոռանանք, որ բոլոր դեպքում քաղաքակրթական այս բախումներից բացի այստեղ կա նաև հստակ քաղաքական մշակված ծրագրեր, որոնք տարբեր անվանումներով նույն 7-10 տարի առաջ այդ թվում նաև արևմտյան փորձագիտական շրջանակների կողմից խոսում էր դրա մասին, հա, նոր մեծ մերձավոր արևելք եւ այլն ծրագիրներ, որոնք իրական նախագծվում էին եւ որոնք սկսեցին իրականացվել արաբական գարուն կոչված այսպես այս հեղափոխությունների շղթայում։ Այսինքն մենք շատ խորն ենք նայում, այդ հնարավոր է պատճառները այդքան էլ խորքային չեն եւ հնարավոր է ավելի մակերեսային լուծումներ կան, որոնք պետք է ուղղակի տեսնել եւ հասկանալ ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի տարիների ընթացքում Մերձարևելքում, որ բոլոր երկրները հերթով ընկան այսպիսի քաոսային իրավիճակի մեջ եւ ըստ էության ելքը այդ իրավիճակից դեռևս չեն գտնում։ Պարոն Մելիքյանը, ամեն դեպքում այն ժամանակ ասվում էր, որ ռեսուրսների տիրապետման խնդիր կա, հա, բազմիցս ասում է, որ Միացյալ Նահանգները ատոմային ռումբ էր փնտրում, բայց իրականում նպատակները բոլորովին այլն էին, նավթային ռեսուրսների եւ պաշարների տիրապետում եւ այլն։ Հիմա հասկանալի է, թե ինչի կռիվ է ամեն դեպքում։ Բոլոր դեպքերում ես շարունակում եմ համոզված մնալ, որ ռեսուրսները այստեղ վերջին դերը չունեն։ Ամեն դեպքում ռեսուրսների խնդիրը իհարկե կարևոր է, հետո պետք է հասկանալու համար մի քիչ դատել այդ համաշխարհային պետությունների, հա, իմպերիալ կայսրությունների տեսակետից։ Այդ կայսրություններին հենման կետեր են անհրաժեշտ աշխարհի տարբեր կետերում, տարբեր հատվածներում։ Եվ նրանք պայքարում են այդ հենման կետերի համար, փորձելով զրկել մրցակցին այդտեղ որևէ գործողություն իրականացնելու հնարավորություններից։ Այդ ծրագրերը նույնպես բավական հայտնի են քաղաքագիտական գրականության մեջ, շատ է խոսվել, հա, զսպելու մեխանիզմների մասին, սահմանափակելու, տաք ծովերից հեռու պահելու, ռեսուրսները կտրելու եւ այլն եւ այլն։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ անապատում քաղաք կառուցելու ցանկություն ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը չունեն։ Նման ցանկություն է միայն այնտեղի բնակիչները, բայց օգտվել այդ տարածաշրջանի ռեսուրսներից դեմ չեն ոչ Վաշինգտոնում, ոչ Մոսկվայում եւ ավելին բավական ակտիվ պայքարում են դրա համար։ Պարոն Գրիգորյան, ի վերջո, ինչպես պայքարել, որովհետև ամեն դեպքում կարելի է եզրակացնել, որ մի քիչ բարդ է տեսնել, եթե այստեղ քաղաքակրթությունների բախում է, տարբեր մոդելների բախում է, նաև ներքին կառավարման, ուրեմն մի քիչ բարդ է տեսնել, թե երբ է լինելու ավարտը ահաբեկչական գործողությունների։ Ընդունել այդ միտքը, որ մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որտեղ նմանատիպ պայթյունները, տեղային լոկալ ահաբեկչությունները այսուհետև պետք է մեզ միշտ ուղեկցեն, որտեղ Բրյուսելից հետո հայտարարվեց շատ պարզ տեքստով, որ արժևում է Գերմանիայի ահաբեկչությունները եւ այդպես շարունակ։ Սա պետք է ընդունել ուղղակի գիտություն, թե ի վերջո որևէ լուծում կարելի է ակնկալել, որևէ հանգուցալուծում կարելի է ակնկալել։ Գիտեք, ես ուզում եմ ասել այն խոսքերը, որը ինձ ասեց
մի քանի օր առաջ, երբ որ ես Շվեյցարիայում եմ կոնֆերանսում հայտնի դիվանագետ անունը չեմ տա, որը ակտիվ մասնակցել է այդ Մինսկի process-ում Ուկրաինա-Ռուսաստան այդ խնդիրների շատ է եղել Լուգանսկում, Դոնեցկում, այդ բանակցությունները փորձում էր խաղաղություն հաստատել ու շատ դրական լումա ունի այդ անձնավորությունը այդ հայտնի դիվանագետ ասեց ինձ գիտեք ես հասկացա որ այն թեզը որ իբր ժողովուրդները ուզում են խաղաղություն մենակ քաղաքական գործիչները կամ պատերազմում են կամ պետությունները պատերազմի համար չի համապատասխանում իրականության ես եղել եմ Լուգանսկում եղել եմ Դոնեցկում ու ճիշտ ասած տրամադրությունները կատաստրոֆիկ էին այդ իրանց այդպես կոչված սեպարատիստները ունեին ավելի մեղմ դիրքորոշում, քան թե ժողովուրդը։ Ուրեմն ոչ բոլոր անգամ է, որ մենք պետք է մտածենք, այ ժողովուրդը ուզում է, որ ամեն ինչ խաղաղ լինի, այդպես չի շատ անգամ դժբախտաբար։ Նույնը կոնֆլիկտների կոնտեքստով, նայեք, շատ կոնֆլիկտներ կան, որ չեն լուծվում, երկար ժամանակ չեն լուծվել, այդ օրինակ Ղարաբաղի կոնֆլիկտը, չէ՞, հակամարտությունը, այդ ամենահինը չի։ Իսրայելը պաղեստինական ու հաճախ մենք տեսնում ենք որ պատրաստ չեն ու հաճախ հենց մեծ պատերազմների միջոցով անցնելուց նոր մարդիկ խելոքանում են հասկանում եմ որ քաղաքական գործիչների փորձագետների նպատակը պետք է լինի բացատրել որ ավելի լավ է լուծել քան թե նորից նոր պատերազմներով անցնել ստեղ դեղատոմսեր ես դժվարանում եմ ասել երկարաժամկետ այդ կոնտեքստով ոչ մի բան չեմ կարող ասել քանի որ իմ գործընկերները շատ հետաքրքիր մտքերով ձեզ հետ կիսվեցին, կարճաժամկետ իմաստով, այո, կտրել իսլամական պետության այդ խմբավորումները, քանի որ իրենք կոնկրետ դեմքեր են, կոնկրետ ահաբեկիչ խմբեր են, դա հասարակության մեծ մասը չի, բայց շատ կոնկրետ մարդիկ, բավական մեծ թվով կտրել իրենց այդ ֆինանսական աղբյուրներից, մեկուսացնել ու անպայման փորձել իշխանական ինստիտուտները Իրաքում, Սիրիայում, ոչ միայն Սիրիայում, նաև Իրաքում ուժեղացնել։ Գիտեք ոնց է։ Ասենք Սիրիայում ուժեղացնում են, փախնում են իրանք Իրաք, Իրաքում ուժեղացնում են մի մասը միջալոց տեղափոխվեց Լիբիա եւ այլ եւ այլ։ Այս մի քանի երկրներում միաժամանակ փորձել աշխատել։ Երբ որ խոսում ենք ժողովրդավարության մասին, իրոք, ի վերջո, այդ ժողովուրդները նաև ուզում են ժողովրդավարություն։ Պետք չի մտածել, որ այնտեղ ժողովուրդները չեն ուզում։ Ուղղակի այդ ժողովրդավարությունը, որը փորձում է արևմուտքը ներդնել, իր սպეციფიკայով պետք է լինի։ Կներեք, ասենք շատ երկրներում իրանք պատրաստ չեն, որ միասարականների, ասենք ամուսնությունը իրանք ընդունեն։ Ուրեմն պետք չի փաթաթել։ Ուրեմն ստեղ ժողովրդավարություն զարգացնել, փորձել, ուժեղացնել պետական ինստիտուտները, նաև այդ ուժային կառույցները ու փորձել այն մոդելը դրական մոդելը կառավարման ոչ թե կոշտ փաթաթել, այլ համագործակցության միջոցով դա։ Ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Թե հակառակն պետություններ, հա, որոնք Մեծ հաշվով համաձայնվի այդ տեսակետը, որ կային ուժեղ պետությունը ուժեղ չի մի դիկտատորով։ Այսինքն կար բռնապետ, որը նենց էր անում, որ իրանից էր կախված այդ պետության լինել թե չլինելը։ Այսինքն ուժեղ պետությունն է, որ իրանից հետո է կարող մնալ, ինստիտուտներ պետք է լինեին։ Այդ ձեր նշած այդ արաբական երկրներ, որոնցով անցավ այս ալիքը, հենց դրան էր, որ իրենց վաճառում էին որպես այդպեսին, այսինքն իրենք պետություն են։ Նրանք անվտանգություն էին ապահովում իրենց քաղաքացիների համար, անվտանգություն էին ապահովում պետության սահմանների համար եւ մեծ հաշվով պետությունը երևում, բայց չէ, փաստն է, դե հիմա տեսեք, չկա այդ ուժեղ պետությունը, կա 250,000 զոհ քաղաքացիական բնակչություն։ Մի հարց առաջանում, ինչ էր անում այդ պետության բռնապետը 40 տարի։ Կառավարում էր ըստ այդտեղ հաստատված եւ ըստ այդ ժողովրդի մենտալիտետին պետք է համընկնող օրենքների համաձայնվեմ, որտեվ այսինքն եթե ազգի առաջնորդը հանդես գալի որպես եւ հավակնում այդ տիտղոսին, առնվազն իրենց հետ թողնված ժառանգությունը պետք է ապահովեր այդ պետության գոյությունը եւ անվտանգությունը։ Իրենցով էր պայմանավորված այս խնդիրը։ Եվ բերել էր նրան այդ խնդիրը, որ այդ ձերը նշած կայսրական հենակետերի ստեղծելու համար արդեն դարձել էին վտանգավոր ինքնուրույն խաղացողներ։ Դրա համար իրենց հանելը եւ իրենց բերեց այս կատաստրոֆիկ իրավիճակին, որը կա մերձավոր արևելքում։ Իմ կարծիքով սա է։ Եվ հաջորդ փուլը պետք է որ ականատես լինենք, արդեն միապետությունների հետ պետք է գործ ունենանք, որոնք պետք է այսպես կամ այնպես սկսեն զիջել իրենց դիրքերը, ինչ արդեն նկատվում է օրինակ սաուդական ընտանիքի հետ, որը ստիպված արդեն նավթային ընկերության 5%-ը մոտավորապես հանում է միջազգային բորսա։ Այսինքն այդ
Այսինքն փոփոխությունները մի ալիքը կարելի է արձանագրել, որ անցել է, բայց երկրորդին ենք սպասում։ Դա չի անցել, Սիրիայի պարագայում բոլոր դեպքերում թույլ կտակ չհամաձայնեմ, որովհետև եթե կա փոփոխության անհրաժեշտություն, ապա այդ փոփոխությունները պետք է լինեն ոչ թե արտաքին ազդեցությամբ եւ առավել եւս ոչ թե հրթիռակոծելով կամ ռմբակոծելով այդ տարածքները, ոչնչացնելով, հա, այլ սпасել պատմական էվոլյուցիային։ Վերջին հաշվով թող չգալի կնեք, ես չեմ կողմ չեմ ռմբակոծման։ Դե բայց փաստը դա է, չէ՞, այսինքն կային պետություններ, որոնք բոլոր դեպքերում ապահովում էին իրենց իսկ բնակչության անվտանգությունը, հիմա նրանք չկան եւ փոխարենը մենք ոչինչ չունենք, իսկ հաջորդ փուլ անցնելու համար ունենք ավելի մեծ ռիսկեր, այդ թվում նաեւ պետք է ասենք, որ տարածաշրջանը, որը որ փոխվում է, եւ աշխարհն է փոխվել, այսինքն չկա այլ դեր ասած քաղաքակրթություններ, ունենք թվային աշխարհ այսօր, որը շատ տարածությունը փոքր է, ժամանակը շատ կարճ է, ամեն ինչ փոխվում է շատ արագ։ Բռնապետերը չկան ըստ էության, հա, այն ժամանակ հիշում եմ, երբ որ Միացյալ Նահանգները երկար որսից հետո Ուսամա Բեն Լադենին ոչնչացրեց, ինչպիսի հատոն էր հաղթանակ ահաբեկչության դեմ, բայց հետո ծնվեց իսլամական պետությունը, ըստ էության պարզվեց, որ արդյունավետ չէր, այն ժամանակից սկսած արդյունավետ չէր պայքարը, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, շատ կարճ պիտի խնդրեմ, եթե կա բանաձևելու ճանապարհը, ապա բանաձևենք ճանապարհը ձեր պատկերացմամբ, որ ուղղությամբ պիտի գնա աշխարհը այսօր, որպեսզի լինի ավելի անվտանգ, եթե կա այդ բանաձևը տալու հնարավորություն։ Խնդրեմ, բան չէ։ Իմ կարծիքով հաղորդման սկզբում էլ ասած, պետք է ստեղծել ալտերնատիվ նարատիվը, որը որ պետք է ավելի գրավիչ լինի, քան այն ինչ որ այսօր ահաբեկչություն առաջարկում։ Այսինքն միակ այդ դեպքում իմ կարծիքով հնարավոր լինել ակտիվ, պրոակտիվ, այլ ոչ թե ռեակտիվ, չարձագանքել գործողություններին, այլ դու թելադրես քո օրակարգը եւ դու թելադրես փոփոխվող աշխարհում ուրա գնալու հետ։ Այսինքն արժեքներ ապես ստեղծել, որոնք ավելի գրավիչ լինեն, քան ցավոքությունը, ցավոք սրտի։ Ես այնուամենայնիվ չեմ ուզում այդ պատմական խորքերը մտնել, բայց ես լավ հիշում եմ, որ Սադամ Հուսեյնի դեմ ուժային սկսվեց, երբ որ ինքը գրավեց Քուվեյթը։ Կներեք, այդպես չէր էլի, որ ինքը ասենք նստած էր, կառավարում էր վատ, բայց կառավարում էր, ինքը մտավ, գրավեց Քուվեյթը, միջև այդ ինքը քիմիական զենք գոնե դա ընդունված է աշխարհի կողմից, բոլորի կողմից, քիմիական զենք կիրառեց քրդական գյուղերի դեմ, չեմ ասում հեշտ մտնենք, ազդենք, համաձայն եմ։ Շատ զգուշ պետք է միջազգային խոշոր խաղացողները գործեն, բայց Սադամ Հուսեյնի դեպքում ես այդտեղ ճիշտ ասած չեմ տեսնում շանս նույնիսկ իրան արդարացնել։ Հիմա նայեք այդ Ասադի, բայց շատ կարևոր ճանապարհը հենց այդ կոնտեքստով Ասադի դեպքը նայեք։ Ինչից դա սկսվեց։ Այդ հետո բոլորը մտան, հիմա բոլորը շահեր ունեն, բախումներ, ինչից սկսվեց։ Ընդդիմությունը սկսեց միտինգներ, դժբախտաբար ինքը adekvat չարձագանքեց, ուժով արձագանքեց։ Ու հետո սկսվեց։ Ու իրոք հիմա շատերը բացասական ազդեցություն ունեն։ Դա հակամարտության սկիզբը չէր։ Ու իմ առաջարկը նա է, որ նաև էլիտաները այս երկրների պետք է սովորեն ինչի, որ չի կարող մեկը իշխի 40 տարի, հոգնում է հասարակությունը, որ այն գաղափարը, որ իշխանությունը պետք է փոխվի, նաև արաբական աշխարհում պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ սերմանա, ուժեղանա։ Ճանապարհների մասին ես կարծում եմ, որ ոչ թե ուղի է պետք փնտրել, այլ պետք է ընդհանրապես կանգ առնել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն այստեղ իսկապես քաղաքական պայմանավորվածությունների խնդիր կա եւ այդ պայմանավորող կողմերը Ռուսաստան, Արևմուտք, հենց տեղի ուժային կենտրոններ, վերջաշով պետք է մի պահ հասկանան, որ այս պահին իրավիճակին ճիշտ գնահատական տալու անհրաժեշտություն կա։ Առանց դրա, առանց այդ գնահատական, առանց այդ պայմանավորվածությունների, ցավոք սրտի հակամարտությունների խաղաղ կարգավորման հերանեկար, հատկապես մեր ցարարվերքում ցավոք չունեն։ Պամանուկյան։ Ես նորից իմ թեզի մեջ կփնտրեմ պատասխանները։ Ի վերջո նույն արաբական գարունները ցույց տվեցին, որ իմ կարծիքով, հա, իրենք ծնվեցին այդ երկրների ընդերքում եւ հետո նոր արտաքին խաղացողները օգտագործեցին, մասնակցեցին հետագա գործողություններին եւ սկսվեցին այն պատճառով, որ նորից այդ երկրի էլիտան այդ մի տոկոսը տիրապետում է ռեսուրսների մեծ մասին, իսկ բնակչության մի հսկայական զանգված ոչ մի բան չուներ։ Եվ ես կարծում եմ, որ գոնե այս դեպքերը արաբական գարնան դեպքում ներքին հակամարտություն առաջ բերեցին,
իսլամական պետության դեպքում ավելի գլոբալ հակամարտություն բերեցին, դա հենց այս երկու ռեսուրսների ոչ հավասար տեղաբաշխվածության խնդիր է եւ իմ կարծիքով համաշխարհային էլիտան շանս ունի այս հարցը բարձելու։ Այդեն բոլոր համաժողովներին, Դավոսներին, չգիտեմ, տարբեր համաժողովներին հնարավոր է լուծում գտնել, պարտքերից ազատել աղքատ երկրները, չգիտեմ, ավելի շատ ռեսուրսներ ուղղել սոցիալական ծրագրերի այս ազատ այս աղքատ երկրները եւ իմ կարծիքով երկարաժամկետ կտրվածքով սա է լուծումը։ Կարճաժամկետ կտրվածքով դա անվտանգության մակարդակի բարձրացումն է համաձայն եմ եւ նույնիսկ Եվրոպայում հասարակության այն գիտակցությունը, որ միգուցե որոշ դեմոկրատական ազատություններից պետք է հրաժարվել։ Այնինչ արեցին ամերիկացիները 2001 թվականից հետո։ 2001 թվականից հետո Միացյալ Նահանգները հասարակությունը Միացյալ Նահանգների համաձայնվեց, որ իրենց հեռախոսները լսելու են, իրենց մեյլերը ստուգելու են եւ հասարակությունը դրան գնաց 15 տարի մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում նման մեծ աբեկչական ոչ մի գործողություն չունի։ Բայց ելի եմ կրկնում, դա շատ կարճ լուծում է, տվյալ իրավիճակային լուծում է։ Ավելի երկար կոնտեքստով արդեն ասի կիսվել է պետք ուղղակի։ Շնորհակալ եմ պարոն Այգ ձեր տրամադրած ժամանակի եւ ձեր օգտակար տեսակետների համար, այսպիսին էր այսօրվա ճանապարհը, միացեք մեր քննարկումներին յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 առայժմ։